Ես իմ կյանքում այսքան խոսած չկամ, ոնց որ ես վերջի երկու շաբաթ։ Ավելի շատ գործ եմ արդեն։ Ասենց գործ ունեն, ողջուներ։ Կոնկրետ գործ լինի, գործադիրի մարդ եմ, թեկուզ դեռ 89 թվականի պատգամավոր էի ընտրվել, բայց ասենց մեկ նիստ գնալուց հետո հասկացա, որ չէ, իմը պրակտիկ գործն է։ Ծրագրավորել, նպատակ դնել եւ առաջ գնալ եւ բարոյապես նաև բավարարված զգալ, երբ որ քո ծրագիրը ցենց ամբողջությամբ անում ես։ Մի բան էլ ավել։ Ուրեմն վստահ եղեք, որ հիմա էլ նույնն է լինելու։ Մենք բավական ցենց ակեցված ծրագիր ենք կազմել, անելիքները շատ են, պատրաստակամություն եւ կամք ունենք, եւ կարող եմ միանշանակ ասել, չկատարված խոստում ես իմ կյանքում չունեմ։ Հիմա դիմում եմ ձեզ։ Արեք, հնարավորը, ասենց որ ես գիշերցել եք, աշխատում։ Այդ գործում լավ է, բայց հիմա ձեր հետ նաև սովորում ենք ավելի շատ խոսալ, որովհետև կյանքը հիմա այնպիսին է սոցցանցերի պարագայում, որ առանց խոսալ չի մնում։ Մարդկանց պիտի գնաս, համոզես, պետք է կարողանաս նաև այդ վստահությունը ներշնչել եւ ցավոք այսօր մարդկանց մանիպուլացնելու, մարդկանց խաբելու գործիքակազմը շատ մեծ։ Ես անկեղծ ասեմ, իմ փորձով նույնիսկ ես չէի մտածում, թե մարդկանց կարելի է այս չափով, այս ձևի վարպետորեն խաբել, ռոկությունը ուրիշ բան անել, դու ձախողով ես, այդ ձախողումը մեկ ուրիշի վրա գցես։ Սրանք վարպետ են այդ առումով, ես չեմ կարող այդ տեսանկյունից մրցել այս մարդկանց հետ, բայց խոստանալ, գործ բռնել, գործը միջև վերջ տանել, այդ հարցում չեմպիոններ ես եմ։ Մեկը մի գործում ալավ, մյուսը մեկ ուրիշ գործում ալավ։ Ուրեմն հույս ունեմ, որ դուք կողմնորոշված եք, դուք աշխատեք ձեր ընկեր, հարևանների հետ եւ առաջի խնդիրը իհարկե հանել այն վտանգները, որ այսօր երկրի առջև կան։ Վտանգները լուրջ են։ Գիտակցում են, թե չէ շատերը ես չգիտեմ, իմ տպավորությունը, որ այս իշխանությունը չի գիտակցում, թե որ եմ ես տանում։ Ուղղակի չի գիտակցում։ Այսօր միայն, ասենք ասենք, մեքենայում գալուց վարահոսը, որ նայեցի, այն հայտարարությունները, որ Ռուսաստանից է հնչեցվում, իմ մոտ լուրջ մտահոգություն է առաջացել։ Ես մոտ 2 ամիս է դրա մասին խոսում եմ, մի հրահարեք, մի բզեք, զգուշ եղեք, այդ երկրից շատ բանակախված մեր ժողովրդի բարեկեցության առումով։ Թե ինչ են ուզում չգիտեմ։ Ուրեմն պետք է հասկանանք, որ այս ընտրությունը նաև ճակատագրական է։ Իսկապես ճակատագրական է։ Մենք, եթե ուզում ենք նոր արհավիրքներ չունենալ Հայաստանում, ուրեմն պետք է ճիշտ ընտրություն 16-ը մերժում ենք, 17-ը քվեարկում ենք։